Ծափաթաղում անհետացած 3-ամյա Տիգրանի գործով նոր մանրամասները շարունակվում են դուրս գալ։ Քննիչները հաստատում են, որ հսկայական որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերված փոքրիկի մարմնի արտաքին զննության ժամանակ մարմնի և գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։ Դրանք այս պահին ուսումնասիրվող ամենակարևոր ապացույցներից են, որոնք կարող են ամբողջովին փոխել դեպքի վերաբերյալ պատկերացումները։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները պետք է հստակեցնեն ինչ պայմաններում են առաջացել վնասվածքները, դրանք մահվանից առաջվա թե հետո են և արդյոք դրանք ունեն բռնության հստակ բնույթ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով։ Այս հոդվածը վերաբերում է սպանությանը ծանրացուցիչ հանգամանքներում, ինչը վկայում է, որ քննիչները դեպքը դիտարկում են առավելագույն խստությամբ։ Նշված անձը արդեն ձերբակալված է և նրա մասնակցությունը դեպքին քննության հիմնական առանցքում է։ Այս փուլում քննությունը շարունակում է հաստատել և ամրապնդել այն վարկածը, որ տեղի ունեցածը պատահական բացակայություն կամ դժբախտ պատահար չի եղել։ Փաստերն ինքնին վկայում են կանխամտածված գործողության կամ առնվազն դիտավորության տարրի մասին։ Միևնույն ժամանակ, իրավապահները շարունակում են ստուգել բոլոր այլ վարկածները, այդ թվում հնարավոր մասնակիցների, ընտանիքի անդամների տեղեկացվածության, դեպքի հետահայաց զարգացումների մասին։ Այս ողբերգական պատմության ամենածանր հատվածը ոչ միայն երեխայի կորուստն է, այլ նաև այն գիտակցությունը, որ փոքրիկը կարող է զոհ դառնալ ընտանիքի միջավայրում ծնված կոնֆլիկտի կամ հոգեկան անկայունության։ Եթե այս վարկածը վերջնականապես հաստատվի, ապա հարց է բարձրանում, որտեղ էին վերահսկողությունը կանխարգելիչ մեխանիզմները և ինչու ոչ ոք չնկատեց վտանգի նշանները։ Հասարակությունը շարունակում է ցնցված հետևել դեպքի զարգացումներին։ Գյուղում ցավը դեռ չի հանդարտվել, մարդիկ խոսում են, փորձում հասկանալ, տարակուսում են, շատերը չեն ուզում հավատալ պաշտոնական վարկածին մինչև վերջնական դատական որոշումը, իսկ ընտանիքը, որը մեկ օրում կորցրեց երեխա և բախվեց չհավատալու չափ ծանր մեղադրանքի, կանգնած է կյանքի ամենամեծ փորձության առաջ։ Առջևում դեռ քննություն է, բազում փորձաքննություններ և հարցաքննություններ։ Ընկերությունը սպասում է պատասխանների հուսավ, որ ճշմարտությունն ամբողջությամբ կբացահայտվի և արդարությունը կհաղթի։ Ծափաթաղում տեղի ունեցած ողբերգությունը նոր շրջադարձ ստացավ, երբ սկսեցին շրջանառվել ահասարսուռ վարկածներ երեխայի մահվան իրական պատճառի վերաբերյալ։ Մինչ հասարակությունը հույս էր պահում հրաշքի ու որոնողական աշխատանքները շարունակում են, հարյուրավոր ոստիկաններ, փրկարարներ ու կամավորներ արդեն շոշափելի էր դառնում կասկածի ստվերը։ Դեպքը, ըստ ամենայնի, սովորական անհետացում չէ։ Երեխայի հորաքույրը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հիշեց մի տարօրինակ դրվագ, որը սկզբում շատերը չգնահատեցին բավարար լրջությամբ, նույնիսկ մարզպետը խոսեց այդ մասին, նշելով, որ հավանաբար երեխան ասում է, որ չի կարող խոսել։ Երեխայի համր եղբայրը, որը 3 տարեկան Տիգրանի հետ էր եղել անհետացման պահին, որոշ շարժումներով փորձում էր ցույց տալ, թե ինչ է տեսել։ Նա անընդհատ ձեռքերը տանում էր կոկորդին, կարծես փորձում էր բացատրել ինչ-որ բան սեղմել էր կամ ինչ-որ մեկին խեղդել էին։ Այդ պահին հարազատները դա ընկալեցին որպես երեխայի շփոթված ու սթրեսային արձագանք, սակայն երբ օրեր շարունակ որոնումներն արդյունք չտվեցին, այդ փոքրիկ ակնարկն այլևս իմաստ ստացավ։ Ակնարկ, որը կասկածելիորեն համընկավ այն տեղեկության հետ, որ ընտանիքում եղել է ներքին լարվածություն։ Երեխայի հորաքույրը ցավով խոսեց այն հնարավորության մասին, որը չեն ուզում լսել, ոչ ընդունել։ Զգացվում է, որ ընտանիքը երկար օրեր պայքարում էր սեփական մտքերի հետ, հույսը կորցնելու և սարսափելի իրականությունը տեսնելու միջև։ Ոչ ոք չէր պատկերացնի, թե կգա մի օր, եթե նույնիսկ ընտանիքի ներսում կսկսեն հարց տալ. արդյոք դա դժբախտ պատահար էր, թե աններելի քայլ կատարված մոռացմունքի, զայրույթի կամ անսթափության պահին։ Տարածքում բազմաթիվ մարդիկ շարունակում էին անմիջական օգնություն ցուցաբերել։ Ծափաթաղն ու հարակից գյուղերը օրերով շրջեցին դաշտերը, անտառները, ափամերձ հատվածները։ Քչերն էին պատկերացնում, որ բոլորի աչքի առաջ թաքնված էր սև իրականությունը։ Հետագայում հարազատները հիշեցին համր եղբոր շարժումները, մայրիկի լռությունը տեսախցիկների դիմաց, հոր ընդհանրապես չերևալը տեսախցիկների
խցիկների առաջ և ամենակարևորը անսպասելի հանգամանքներ որոնումներում, երբ երեխայի մարմինը գտնվեց այնտեղ, որտեղ ըստ տրամաբանության վաղուց պիտի նկատված լիներ։ Այսօր արդեն հիմնական հարցը մեկն է՝ ինչ է իրականում տեղի ունեցել այդ տան ներսում։ Եթե հաստատվի, որ կատարված են ներընտանեկան կոնֆլիկտի հետևանք է, ապա սա կլինի ոչ միայն անհատական ողբերգություն, այլ նաև հասարակական ահազանգ։ Ոչ ոք չցանկացավ դա ընդունել, ոչ ոք չէր հավատա, որ մի ընտանիք, որը մինչև վերջ էր խղճմտանքով պատմում անհետացման մասին, իրականում կրում էր սարսափելի գաղտնիք։ Հարցաքննությունները շարունակվում են, և վերջին տեղեկություններն արդեն ձևավորում են այլ պատկեր։ Եվ որքան էլ դժվար է հավատալ, որքան էլ ծանր է լսել, երբեմն ամենադժվար ճշմարտությունը հենց այն է, որ մենք ամենաշատն ենք փորձում հերքել։ Ցավոք, այս պահին այլ տեղեկություններ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փորձեց չհայտնել, բայց սարսափելին դեռ առջևում է։ Ինչ է լինելու, ինչպես է պետությունն անդրադարձնելու այս հետևանքները։ Դեռ 4 երեխա կա այդ ընտանիքում և 4-ն էլ հորաքրոջ տանը։ Ինչու մինչև այս մարզպետարանի հատուկ աշխատակիցները որևէ միջոցներ չեն ձեռնարկել, որ այդ տանը, այդ պայմաններում դեռ ապրում են 4 երեխաներ։ Ինչ է տեղի ունենալու այդ 4 երեխաների հետ։ Արդյոք նրանք կտեղափոխվեն մանկատուն։ Դեռ հայտնի չէ։ Ավելի մանրամասները քիչ ուշ։